Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ հարգելի գործընկերներ, թեման քննարկելիս մենք անընդհատ մի թիվ ենք շրջանառում 7 տրիլիոն 130 միլիարդ դրամ եւ սա առաջին հայացքից շատ վախենալու մեծ թիվ է, բայց ես ուզում եմ մի բարձություն մտցնել, սա ընդհանուր շրջանառությունն է ոլորտի, որը խաղային հաշիվները լիցքավորած թիվը չի, այսինքն խաղային հաշիվները լիցքավորած թիվը ուղիղ 10 անգամ պակաս է, ես սա ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որովհետև առաջին հատկից տպավորությունն է, որ Հայաստանի Հանրապետությունը մարդկության պատմության եւ երկիր մոլորակի ամենախաղամոլ պետությունն է, որը պետբյուջեի կրկնակի չափով համարյա խաղադրույքներ է կատարում, իսկ խաղային հաշիվները լիցքավորվում են մոտ 700 միլիարդ դրամ, որը նույնպես շատ մեծ թիվ է, այսինքն մոտ 1 միլիարդ 700 միլիոն դրամի մասին է խոսքը, ու այս ուղղությամբ հարց կառաջանա մենք ինչ ենք արել, որը շատ մեծ թիվ է կրճատվի, մենք արել ենք քայլեր փակելով բուկմեյքերական գրասենյակները, որոնք գրեթե ամեն բակում կային, կհիշեք, սահմանափակել ենք արտաքին գովազդը, ավելացրել ենք հարկերը, սկսել ենք հարկել շրջանառության հարկով, արգելել ենք վճարային տերմինալներից լիցքավորել խաղային հաշիվները, կառաջանա հաջորդ հարցը սա ինչ արդյունք է տվել, սա տվել է հետևյալ արդյունքը, որ 2025 թվականի հունվարը 2024 թվականի հունվարի հետ համեմատած Հայաստանի Հանրապետությունում խաղացող մարդկանց թվաքանակը նվազել է 20%, իսկ ոլորտի ընդհանուր շրջանառությունը կրճատվել է 6%-ով, այսինքն սա նշանակում է, որ այս քայլերը սկսել են արդյունք տալ եւ թեման բավականին զգայուն է, բայց ըստ էության խոսանք, մենք նաեւ հետեւյալ մի հարցի պետք է պատասխանենք, որ ոլորտը բնականաբար պետական քաղաքականություն այնպիսին է, որ պետք է սահմանափակվի եւ կրճատվի, բայց չլինի այնպես, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սկսեն հաշիվներ բացել արտասահմանյան կազմակերպություններում եւ սկսեն խաղալ օտարերկրյա կազմակերպություններում, իսկ դրանց վերահսկողությունը տեսականորեն գրեթե անհնար է, անգամ եթե սահմանափակվեն այդ կայքերը, արգելվեն Հայաստանում VPN-ով հնարավոր է աշխարհի ցանկացած բուկմեյքերում խաղադրույք կատարել, իսկապես բազմաթիվ հարցերի պետք է պատասխանել, մեծ աշխատանք կատարել եւ շնորհակալ եմ քննարկման հնարավորության համար։ Շնորհակալություն, Թադևոս Ավետիսյան, համեցեք։